Սպառնալիքներ, հոխորտանքներ, վերջնագրեր։ Ահա այսպես է ռազմավարական դաշնակից Ռուսաստանն արձագանքում այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժեց թույլատրել ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանին մասնակցել ընտրություններին ու մի բան էլ չհրաժարվեց Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարից։ Հանգստյան օրերին ասպարեզ դուրս եկան Պուտինի խոսնակները։ Միայն Պեսկովը չէ, Կրեմլում կան Պուտինի շուրթերով խոսող այլ գործիչներ ևս Օվերչուկը, Կիսելյովը, Զատուլինը։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկին տևական ժամանակ է հանգիստ չի տալիս Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, բայց եթե նախկինում խոսում էր միայն այն մասին, որ դա անհամատեղելի է Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու հետ, այժմ անցել է բացահայտ սպառնալիքների, նշելով, թե նման հեռանկարի դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ Մի բան էլ անհանգիստ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ասում է պետք է գիտակցեն պաշտոնական Երևանի կողմից Եվրոպական միության հետ մերձեցման վերաբերյալ ընդունված որոշման հնարավոր հետևանքները։ Կրեմլի թիվ 1 պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովն էլ Հայաստանի համար աղետ է ուժում Եվրամիությանն անդամակցելու դեպքում։ Կիսելյովին բնականաբար չի ուզում Հայաստանի ապագան։ Կիսելյովին մտահոգում է այն, որ Հայաստանն այդպիսով կհեռանա Ռուսաստանից, որն առանց այդ էլ իզգոյ վիճակում է հայտնվել։ Կիսելյովները հիբրիդային գրոհներ իրականացնելով Հայաստանի դեմ չեն մտածում, թե ինչն է լավ Հայաստանի համար։ Հայաստանը կբախվի աղետի, չի բախվի, նրանց հետաքրքիր չէ ինքնիշխան զարգացող Հայաստանը։ Կիսելյովներին հետաքրքիր է միայն Ռուսաստանի Դաշնությունից կախվածություն ունեցող թույլ Հայաստանը, որը հեշտ ղեկավարելի կլինի, իսկ միջազգային ասպարեզում էլ Լուկաշենկոից բացի մի ղեկավար էլ կպաշտպանի իրեն։ Հիմա եթե Հայաստանն այլևս այդպիսի քաղաքականություն չի վարում, Կիսելյովը հանկարծ սկսել է մտահոգվել։ Այն, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Կրեմլի ուշադրության կենտրոնում են ու այնտեղ ջանք ու եռանդ չեն խնայում ցանկալի թեկնածուներից մեկին իշխանության բերելու հարցում, այլևս փաստ է։ Պեսկովը մեկնաբանում է, թե ինչու է Պուտինը ընտրություններին որոշ գործիչների մասնակցությունն ապահովելու համար միջնորդում։ Ասում է, թե Հայաստանը իրենց մտերիմ երկիր է ու իրենք իրենց իրավունք են վերապահում պարզաբանումներ իրականացնել իրենց գործընկերների հետ, քննարկել նրանց ծրագրերը։ Տաշիր Սամոյի համար, ով ասես կարող է միջնորդել, Պուտինն էլ բացառություն չէ, բայց եթե Կրեմլում տեղյակ չեն, կարող ենք փոքր հուշում անել։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում այնքան է հեղինակազրկված, որ ցանկացած մեկը, որը այս կամ այն կամ կուզեք մեր ձևով աֆիլիացված է իրենց հետ, դատապարտված է անհաջողության։ Հետևաբար շարունակեք միջնորդել, գովելի է, որ երբեմն դա բաց տեքստով է կանում։ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը կտրուկ փոխվեց հատկապես 2020 թվականի պատերազմի և 2023 թվականի Ղարաբաղի հայաթափման համատեքստում։ Պուտինի գաղափարակիցներն անթակույց հայտարարել են, որ Ռուսաստանն օգնեց Ադրբեջանին գրավել Ղարաբաղը, իսկ հիմա քցված են, որովհետև Բաքուն հրաժարվում է պարտքերը վճարել ու դառնալ Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ անդամ։ Ղարաբաղը դատարկվեց, իսկ ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարվեց հենց ռուս խաղաղապահների աչքի առաջ։ Ռուս խաղաղապահներն էին, որ Ղարաբաղի շրջափակման ժամանակ թանկով ծխախոտ, նպարեղեն ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ վաճառում տեղի բնակիչներին։ Հիմա Պեսկովն ասում է, թե Պուտինն ուզում է Ռուսաստանի անունը չհիշատակեն Ղարաբաղի հանձնման համատեքստում։ Եթե Պուտինը շատ է նեղսրտում, կարող ենք չհիշատակել, բայց չենք էլ մոռանա, թե ով է առաջինը հայտարարել, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է ու դրանով Բաքվին կանաչ лույս տվել։ С международно-правовой точки зрения, я тоже об этом говорил, это все территории являются неотъемлемой частью Азербайджанской республики. Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։